Ես աղբերս, հա, ստեղա, բարև ձեզ, ոնց եք, ես Անին և Պողոսը շատ են սիրում իրենց մայրիկին։ Ուր են նա, ով է նա, շնորհավոր ձեր ծննդյան օրը, եկել ենք ձեզ ուրախություն բերենք շուկայում, բա, սեր ու հարգանք բերենք, էդ ով ատես լավ ծափեր տալի։ Հլը ասեք ում կողմից։ Չէ, նա ուղակի նկարում է, չէ, ու ուրախա ձեր։ Անին հարսիկն է, Պողոսը որդին, իսկ մեր հոբելյարը Աննան է, տիկին Աննան։ Կայմ ծափեր տանք մի հատ, հա։ Ապրեն, սաղ ծափեն, կրկեք, հավանում եք ծաղիկները, հարսիկնա հատուկ ընտրեց ձեր համար։ Նա հիմա իր աշխատանքային գործերով գտնվում է Մեգամոլի հարևանությամբ, իսկ մենք գնում ենք այնտեղ նրան անակնկալը տեղ հասցնելու։ Որը մտել եմ շուկա, շամպայն եմ պայթսնում։ Ահա։ Էդ ով է երկում, էդ ինչ քաղցր ձենա։ Բարեկամներ, առավոտյան Երևանն է ձեր կադրերում, իսկ ավելի կոնկրետ Բանգլադեշը։ Որը նկատել էր, նա անցումը խփել է, շու բարձր ավտոկի խփել է, վերևի ռեշոտկի ծառել։ Չէի տեսել, նոր տեսել։ Հրաշք է ընկերներ առավոտյան Երևանը կիրակնորյա, որովհետև շարժը շատ քիչ է, չկան խցանումներ, մեր տրամադրությունը բարձր է, չես հավատում ուզում ես հարցեր է, իսկ մենք գնում ենք հիմա երրորդ մասով Յաջի գործարանով բարձրանանք մասիվներից, որից է մեկը Գայի Պողոտա։ Գայի Պողոտան մեր մասիվներն էլի։ Ահա, ավարիոննի միացրած 07 մագնիշի մեքենան, 2107 վազի։ Նա արդեն շարունակում է իր ուղեծիրը, մենք նույնպես կատարեցինք վազանց։ Գեղեցիկ տեղ է Բանգլադեշը։ Հրաշք է հարավ-արևմտյան թաղամասը, մանավանդ գնալով ավելի ու ավելի է վերանորոգվում, զարդարվում ու սիրունանում։ Մենք էլ տեսնում ուրախանում ենք, մենք այդպես ենք։ Ամեն ձեռքբերումով ուրախանում ենք։ Տեսեք, մի գեղեցիկ շենք են կառուցում հեռվում, բնակելի կոմպլեքս։ Հիմա մենք հենց այդ կոմպլեքսի բակով կանցնենք։ Օ, լիճ է գոյացել քիչ-քիչ, հələ լավ է, ֆայմեցի չմտա մեջը։ Թե չէ որ մտնեի հնարավոր էր մեքենան սահեր առներես քարերին հայոց։ Տեսեք, հասանք մոտիկ իմ նկարագրած շինությանը։ Կառուցում են դեռ։ Տեսնես, ինչ գինք լիստ է տները։ Երկու հատ առնենք վարձով տանք մտովի։ Ով ասենք ժամանակին եղել է ոստիկան, սովորել է ոստիկանական ակադեմիայում, հիմա գնացել է հայրենիքից հեռու տեղեր, օրինակ ես տեսմարտ ճանաչում եմ։ Տեսեք ոստիկանական ակադեմիան եւ հիշեք, վերհիշեք ձեր ուսանողական տարիները։ Բայց մինչ դա հիշելը նայեք Porsche սալոնին, ընկերներ։ Porsche սալոնն է ձախից։ Նայեք ու բոլորիդ մաղթում եմ, որ այնտեղից մի երկու մեքենա գոնե առնեք ձեր կյանքի ընթացքում ու քշեք։ Տեսեք ինչ լավ մարդանքան, ոստիկանական ակադեմիան, ընկերներ, օրենքի ամբողջ խստությամբ կանգնած է աչից։ Այստեղ են սովորում մեր օրենքի պաշտպանները, օրենքի հետևողները եւ սիրողները։ Մենք էլ այստեղով անցնելուց անպայման ոգևորվում ենք օրենքով ու գնում ենք առաջ, միշտ եմ ես այդպես անում։ Եվ իհարկե Իսակով բուտիկուն, բարբեկյուն, Իսակովի բարբեկյու, ով չի կերը, կյանքում բան է կորցրել, անպայման կերեք։ Ահա ընկերներ, եկանք, հասանք Ձիարշավարանի մոտ, որտեղ ճախրում, ճախարակում և թռչկոտում են ձիուկները, երբեմն ձիուկների վրա կան մարդիկ, երբեմն չկան, բայց մի բան հաստատ է, սա ձիուկների համար նախատեսված վարժարան է, այստեղ այդ ձիուկներն են դառնում իսկական նժույգ, սովորում են և դուրս գալիս առօրյա կյանք։ Հիմա մենք մոտենում ենք այն խաշմերուկին, որտեղից աչ անելու դեպքում կգնաս երրորդ մաս, իսկ մենք հենց այդպես էլ ծրագրավորել ենք, այնպես որ գնացինք։ Ախպեր լիքը մարդ կարոտել է այս պահին։ Ահա, ուղղափառ եկեղեցի, ռուսական եկեղեցի է մի խոսքով։ Շատ գեղեցիկ, ոսկյա գմբեթով, տարբեր ողջ ու գեղեցիկ տեղում։ Իսակովի կողքին է եկեղեցի։ Հասնում ենք Երևանյան լիճ։ Անընդհատ կարելի է խոսել մեր քաղաքի մասին։
Մեր քաղաքը շատ հարուստ է, գեղեցիկ։ Բնակեցված տարատեսակ մարդկանցով, ոչ միայն հայերով, վերջերս հնդկական ֆիլմ է գնալով ավելանում եւ փոսերն են ավելանում։ Ես Երևանը սիրել եմ դեռ վաղուց, դեռ 70-ականներից եմ սիրել։ Տեսեք, աչից Դինամոն է եկել, Դինամոյի մարզադաշտը։ Ճիշտ ասեմ։ Մարզադաշտ է ֆուտբոլի, իմանալով Դինամո, ձեր իմանալով հնարավոր է դուք ավելի լավ իմանաք։ Բայց ես հիշում եմ, անգամ կարդացել եմ, որ Դինամոն է։ Դինամո եմ կարդացել ես։ Այն անդե գրած է, չէ, այնի պրինտ արտն արը ախպեր։ Լավ էլի, երիք չի նկարես։ Մեր ախպերն էլ ավտոմեջից նայում եմ մտածում խախտում ենք նկարում։ Բարեկամներ, մենք հասանք Հարենյաց խաչմերուկ։ Հայրենիքի կինոթատրոնն է Ձախից։ Ես երբեք չեմ մոռանա այն մեքենան, որը թռավ արագության տակ եւ հարվածեց Հայրենյաց կինոթատրոնի սյանը։ Դա մոռանալու բան չի, միշտ պետք է հիշես հայրենիքի շենքի նման։ Իսկ հիմա մենք այստեղից պետք է Արշակունյաց պողոտայով գնանք դեպի Մասիվ ընկերներ։ Այսօրվա մեր առաջին գործողությունը գեղեցիկ պահերն ու անակնկալը լինելու է Մասիվում։ Մասիվի մեգամոլի հարևանությամբ։ Գնում ենք այնտեղ կիրակնորյա անակնկալ անելու։ Որից հետո իսկույն պետք է ուղևորվենք։ Ուր ենք ուղևորվում։ Զվարթնոց Էջմիածին։ Այնպես որ հարագանքներս բոլորիդ իմ հարգելի երևանցիներ եւ իհարկե էջմիածինցիներ այսօր ձեզ մոտ ենք լինելու եւ իհարկե պտղնի են գալու։ Պտղնին էլ բացառություն չէ այսօր։ Այսօր հարուստ օր է ընկերներ։ Մենք էլ այս հարստության մեջ մեզ հարուստը զգալով թաց եղանակին երթևեկում ենք աչուձախ։ Մանևրում ենք քաղաքում։ Ով կարոտել էր քաղաքը այս տեսանյութերը վրա հենց քաղաքի մասին են։ Տեսեք ձեր կարոտներն արեք։ Բայց նկատենք, որ ճանապարհի վրա արկա են փոսիկներ, որոնք վտանգավոր են։ Ձեր գրպանին, մեր գրպանին, ակերին, նիզկի պրոֆիլ մեքենաներ։ Զգուշ եղեք։ Զգոն եղեք ճանապարհին, որովհետև կան թաքնված լատոկներ։ Իսկ հիմա Արշակունյացով գնում ենք մեզ համար։ Դրուժն է, ռիբյատա, դրուժն է։ Հերվում երևում են երկնաքերերը Երևանի։ Քերծում են երկինքը նրա։ Բայց լավ է, որ քաղաքի երթևեկությունը թույլ է այսօր։ Գովելի է։ Թեկուզ օրվա երկրորդ կեսից կսկսի ծանրաբեռնվել, որովհետև այն մարդիկ, ովքեր գնացել են իրենց ռայոններ, հետ են գալու ու քաղաքը կաթվածահար է լինելու ինչ-որ ժամանակ։ Արդեն անգիր գիտես, որից հետո է։ Աչից հին ու բարի շենք է, որեն գրած for rent։ Տրվում է վարձով, մենք ունենք անգլերենի մասնագետ մեզ հետ, Երևանից նա մեզ հետ է, նա իմ կյանքի ուղեկիցն է, այս պահին էլ մեր պատվերի ուղեկիցը, երբ որ անգլերենից նեղվում ենք, double three-ն ինչ է Այգույ։ 2-3 կրկնակի ինչ։ Ծառ։ Կրկնակի ծառ։ Այդ դու էլ գիտես։ Ես էլ գիտեմ, բայց քեզան չեմ հարցնի։ Double three ռեստոր հյուրանոցն է ընկերներ։ Իսկ դիմացից Տաշիր Արենան։ Եվ իհարկե Հայկու թերերը, չգերե։ Հայկու հերիքը դու ձայնային ազդանշաններով խանգարես մեր էֆիրը։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, վաղուց գտնվում են օտարափերում եւ հնարավոր է այսպիսի տեսանյութ չեն ունեցել, որ նայեն Երևանին։ Դրա համար ես հիմա ինձ երևակայում եմ ու պատմում եմ Երևանի մասին, ինչ գիտեմ։ Հիմա մենք ընկերներ պետք է թունելային անցումով անցնենք դեպի Խանջյան պողոտա, որտեղից ուղևորվենք դեպի Մասիվ։ Մանկավարժականն է դիմացից Աչից Ռոսիան, հին ու բարի։ Շատ շքեղ շենք են սարքել։ Դեռ մի 20-30 տարի էլ այն իր տեսքով կզարմացնի բոլորին։ Մինչ որ ժամկետը կլրանա։ Եվ վրա կհասնի քանդելու պահը։ Խանջյանն ընկերներ, Խանջյան պրոսպեկտը։ Խանջանում էլ կան փոսիկներ։ Եվ ոչ պրոֆեսիոնալ լուկերի տեղադրումներ։ Լուկերի հարցը շատ լուրջ է ընկերներ։
Երբ որ անգամ ասֆալտը հարթ է, լուկերը մեկ է իրենց բեսոնությունն անում են։ Դրա համար էլ այդ լուկերը պետք է վերանայել։ Հատուկ ավականուն նիստով լուկերը պետք է բարձրացվեն, հավասարեցվեն ասֆալտին։ Ես երբ որ երիտասարդ ժամանակ գնացել էի Ռուսաստան ասֆալտ անելու, այնտեղ առանձնահատուկ ուշադրություն էին դարձնում լուկերին։ Եվ եթե ստուգող հանձնաժողովը նկատում էր, որ լուկը ճիշտ դրված չէ, մեզ դիպում էին նորից այն դնել, որ լավ է ճիշտ դնի, թե չէ, վատ դրված լուկը հավասար է, փորատանցքը հավասար է լատոկի հավերժական։ Վիլնես ցենտրը, այստեղ մարզվում են մեր բարեկամները, հզորանում են, գեղեցկացնում են, աղջիկները գեղեցկանում են, տղաները հզորանում։ Մենք էլ այսպես միամիտ անընդհատ գալի անցնում գնում ենք ու երազում, որ մի օր մենք էլ կպարապենք, բայց առհատ է կպարապես, սա որ ռույլ ես վերցնում, արա ռույլը վերցրու, ինչ ես պարապելու մասին մտածում։ Հետո էլ որ պարապես գնի կա բանակ, ասեն ինչ ես ուզում ասես, ինչ ես ուզում ցույց տաս բոլորին։ Մեկա դու սիրուն ես։ Բա, դրա համար չեմ պարապում ես։ Ես զաբասկոյի սիրուն եմ, սպետ չի պարապում։ Եկանք եւ հասանք արդեն պետական համալսարանին։ Տեսեք ընկերներ, այստեղ է սովորել իմ կինը։ Այո, հենց այստեղ այս մասնաշենքում այս ուսամուտների մոտ տարիներ է անցկացրել, որպեսզի կրթվի եւ ես որ նրան կանության առնեմ։ Ես դիպլոմին ուշադիր էի նրան առնելուց եւ ինձ համար շատ կարեւոր էր, որ ավարտած լիներ պետական համալսարանը։ Այն էլ անվճար կամ թերվճար արած։ Խապում եմ ուտիտ եմ ան, լավ դեր խապեմ իշք իմանան, կուրսեցներ եթե նային կջոգեն, եթե չէ չեն ջոգի։ Նա անվճար է սովորել ընկերներ, նա կարմիր դիպլոմ է ստացել և ես հենց որ ուզում էի նրան ասեցի լավ, սաղ պարզ է քո հետ, բայց ուր է քո դիպլոմը։ Եվ այդ դիպլոմը որոշիչ դարձավ նրա կյանքում, ես նրան առա ինձ կնության։ Ես այդպես եմ։ Վարդանն էլ որ եկավ, ասեցի ուր է քո դիպլոմը։ Վարդան դիպլոմն էլ տեսել եմ, նոր եմ ընդունել աշխատանքի, թե չէ ես առանց դիպլոմ մարդ չեմ սիրում։ Օրինակ ես առանց դիպլոմ եմ, բայց ես ինձ սիրում։ Իմ դիպլոմը բերակ ես ընտենում, եկելով հարուստ բաբրաշենյա ունի ինքը։ Ընկերներ, հիմա դիմացից հաղթանակ զբոսայգու ինչ-որ մասերն են, վերևում գեղեցիկ շինություններ, ասապնյակներ, որոնց հանդեպ ասեկոսերները դեռ չեն լռում։ Դրանք միլիարդներ են, միլիարդանոց դղյակներ են, Հայկույի հասկանում ես, դրանք, տներ, այս Սարի թաղն է ընկերներ, Սարի թաղը Բելաջո ռեստորանի վերևում, ես էլ հին տես են կլոր պատոհանները, շատ սիրուն է, նոր ես տենում Հայկույի, այ գյուղացի, այդտենց, բերեմ քաղաքը ցույց տամ, այդտենց իմանաս որը որից հետո է։ Հիանալի ճանապարհ է, մենք հիմա բարձրանում ենք կենդանաբանական այգու բարձունքը, վերելքն ենք հաղթահարում, նույն ինքը գազնոցի դիկն է։ Եվ այստեղ ընկերներ ամեն ինչ հիանալի է, աչից նոր շենք են կառուցում, շատ գեղեցիկ է։ Իմ հիշելով ես այս շենքի որտեղը քանդել էին, ասել եմ, որ այստեղ շենք են սարքում, թե չէ։ Շատ շուտ ասել եմ մեր տեսանյութերից մեկի մեջ։ Եվ եթե ուզում եք տեսնել ինչ փոփոխություններ են տեղի ունենում առհասարակ, նայեք մեր հին տեսանյութերը, իսկ հին տեսանյութերը նայելու համար անպայման բաժանորդագրվեք, թե չէ սիստեմը չի թողի որ նայեք։ Անպայման բաժանորդագրվեք, որ տեսնենք մեր բոլոր տեսանյութերը։ Աչից նույնպես պարապմունքի տեղ է, այստեղ էլ են մարդիկ պարապում, սա սպորտ զալ է։ Բանը, օրինակ աղբերը սա պարապում, մերթ ընդ մերթ, երբ որ այստեղ է գալիս։ Հարուստների տեղն է էլի, հարուստներից տեղ այդպես միամիտներ չեն կարան դեթան։ Օրդո, ես արգելակեցի ընկերներ, որովհետև առջևում մի վիթխարի փոս նկատեցի։ Հայկու ոչ ես գցե տորթը։ Բռնեցիր, ապրես։ Լյուկ էր էլի, աղբերս, բայց սխալ տեղադրված լուկը հավասար է լատոկի։ Նոր ես այդ կանոնն ասեցի, միթե դու չես հիշում։ Ապրես, հայկույհուն ծափեր։ Այլ, արա ճիշտ է, ոնց չենք պայմել, բայց էլի ոչինչ, լավ է, գոհ եմ ես։ Ես առհասարակ գոհ շնորհակալ եմ միշտ։ Հասնում ենք, դե հիմա պետք է մեզ ինֆորմացիա տրամադրեն։ Ընկերներ, մենք գնում ենք սիրված սկեսուր, անակնկալը նշեք, որ հարսի և տղայի կողմից է։ Անի և Պողոսը,
շատ են սիրում իրենց մայրիկին։ Անին Հարսիկն է, Պողոսը որդին, իսկ մեր Հոբելյարը Աննան է, Տիկին Աննան։ Նա հիմա իր աշխատանքային գործերով գտնվում է Մեգամոլի հարևանությամբ։ Իսկ մենք գնում ենք այնտեղ նրան անակնկալը տեղ հասցնելու, ուրախացնելու։ Այսօր նրա համար պետք է օրը հեքիաթային լինի։ Թեկուզ անձրև է, արևը պակաս, բայց մեկ է մենք նրան արևուսեր ենք տանում, որդու եւ Հարսիկի կողմից։ Սիրում են նրան, հարգում են եւ այդ ամենը փոխադարձ է վստահ եմ։ Հիմա գնանք, ես ուզում եմ ժպիտներ տեսնեմ այսօր։ Ժպիտներ բազում։ Այսօր պետք է մինիմում 4 հատ ժպիտ տեսնենք։ Ինձ թվում է այստեղ շատ ու շատ մարդիկ կան աշխատող, մեր Տիկին Աննան էլ բացառություն չէ, այստեղ է աշխատում, ստեղծագործում եւ առաջ գնում։ Հիմա պետք է ախպերս չէ, դե գցել է, հասցեն էսա, հələ զանգանեմ մի հատ։ Անի ջան, բարև ձեզ, Պալաս առևտրի կենտրոն պետք է գայինք։ Դե մենք հիմա պտույտներ ենք կատարում, որ գտնենք ձեր սկեսուր մայրիկին, նամե տեսանյութերը նայում, հա։ Վերև չեք գնում, Վեգայիկում չեք գնում, բարձրանում է Grand Candy մոտով բարձրանում։ Ախպեր Grand Candy-ն ուր է։ Ստե որտեղ է, հեսա աճ պետք է անեմ իշտեմ, չէ։ Դե մի րոպե, հիմա մենք իրար կհասկանանք 100%-ով։ Ես հիմա որոնումներ եմ կատարում, Grand Candy-ի մոտ եմ հասել, ահա, հասա Grand Candy։ Այլի։ Փագի դուրը։ Դե էլանք էլի, էցանք անակնկալ անենք։ Ինչպես անմետ է։ Հա։ Անմետ է։ Ախպերս Պողոսը եւ Անին, Պողոսը որդին Անին Հարսիկը որոշել են շնորհավորեն Տիկին Աննայի ծննդյան օրը, չէ՞ որ այսօր հեքիաթային օր է։ Հիմա տենանք մեզ կօգնեն, բարև ձեզ։ Ախպեր, արա ում մոտ կա ձեր մոտ։ Ձեր մոտ ում մոտ կա։ Լիլիթի մոտ։ Արմինե։ Հա, չէ, Աննան, Տիկին Աննան որտեղ է աշխատում։ Տիկին Աննան որտեղ է։ Ախպեր։ Մեռնեմ սատի։ Կանի, ում Լիլիթի մոտ կա ձեր մոտ։ Լիլիթի մոտ է, տես որ գերած է։ Լուսոյի մոտ է։ Կարող է։ Հետա։ Էնի լուսոյի մոտ է։ Որը։ Այսա դες գրածը խանութի վրա լուսոյի մոտ։ Լուսինեի մոտ։ Բայց մենք ճշտենք նոր գնա, էի։ Ուրիշ կա տես գերած ինչ որ մեկի մոտ, թե հենց Լուսինեի մոտ։ Ուրիշ է ոնց է գրած։ Լուսինեի մոտ։ Դուք ճանաչում եք Տիկին Աննային։ Աննան, իրա հարսը հոչի։ Չէ, հարց, հա։ Արտակ։ Ախպեր։ Կարող է ծնունդա իրանցը։ Հա, բարի եթանք ախպեր, բխաբար։ Բարև ձեզ։ Շնորհավոր Սաղիթ մարտի 15-ը։ Շնորհավոր, հա։ Ուր է ախպեր, տեղը ցույց տու։ Էս ախպերս, հա, ստեղա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք, ես պաներեղենի խանութ, հա։ Ուր է մեր Հոբելյարը, մեր Տիկին Աննան։ Ուր է նա, ով է նա։ Շնորհավոր ձեզ ծննդյան օրը։ Կոմեն հայացքը խրատուսել Բերենք շուկայում, բա, սեր ու հարգանք բերենք, էդ ով ատես լավ ծափեր տալի, ապրեք, ով եք նկարի ծափը, ձեզ գիտեք իշքան են սիրում, ամբողջ շուկան է սիրում, հա, եթե սիրեք այսօր շատ եք առևտուր անելու և միշտ, հա, ձեզ սեր ու հարգանք ենք բերել, գիտեք ում կողմից, Արդեն գուշակ հլը ասեք ում կողմից, չէ, նա ուղակի նկարում է, չէ, ուրախա ձեր համար, հա, հլընդ է, մի անգամից կարտերը բացեց, հա, բա շուկան են, բա ուրա ձեր տոշկան, որտեղ է, ես ձերն է, ձեր տոշկան, հա, շատ լավն է, հա, բան է, վիպն է, պակ սիրում, հա, Շատ լավ, բա, էդ ինչ էր, նվեր է, Ուրեմ իմացեք, ձեր որդին Պողոսը ձեզ շատ է սիրում, Հարսիկն էլ էդ սիրուց վարակվել է, ավելի շատ է ձեզ սիրում, հա, ձեզ շատ սիրում են բոլորը, այնպես որ մտ լավ երազանք պահեք, չեք թող կատարվեն ձեր բոլոր երազանքները, ես քաղցրությունն էլ ձեզ, ծափերն էլ ձեզ, շուկայում ծափեր տանք մի հատ, հա, ապրեն, սաղ ծափ են տալի, դե վերցրեք ես քաղցրությունը, բա ես ոնց հասկացա դուք կարող եք ծաղիկ նվիրել, չէ, կարաք դուք նվիրեք, դե տորթը փոխանցեք մեկին ծաղիկները թող նվիրի, ծաղիկները թող նվիրի, չէ, ով է գալի, հա, գեղեցիկ նվիրեք գրկեք, հավանում եք ծաղիկները, Արսիկն է հատուկ ընտրեց ձեր համար, բա տեսակ ինչ գործ բացինք ձեր գլխին, հա,
Շամպայն է, հələ շամպայն ենք պայծնում։ Դու դրակ հասնելը չգիտես դու։ Հա։ Բա բաժակներն ուր է։ Արա մտել եմ շուկա, շամպայն եմ պայծնում։ Բա։ Ահա։ Բա, բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եմ, դուք ոնց եք, հա։ Էս ինչ լավ շուկա է։ Ուժեղ շուկա է, հա։ Դզես։ Հետո մեծ ախպեր ես էլ էսի բացել եմ արդեն, կայն փագեմ գոնե։ Հետ ինչ եք անում։ Հա, միշտ ապեք։ Միշտ ապեք։ Հա, թոյելիք էտի բան է։ Էտի լրիվ բան է ինքը, լրիվ sense մաքուր սրանից է, էլի, հա։ Ախպերս գնացել է տաղան բաժակ բերի։ Ուրա, ես հա։ Ես ինչ է։ Սա տոմատ է։ Դա տոմատ է էսի, հա։ Բա, իրա ծնունդն է այսօր։ Մեծ ախպերը շնորհավոր ես, մի հատ 10 ախպեր ես։ Նա հացնա շնորհավոր։ Էլ տեսի՞չ ծիրունա մսերը կտրե շարե։ 100 տարվա մսի գործ արող է։ Ոյ, էլի եկե ասել է։ Դեպես գալու մասի, նորաբաց։ Լուսինեի մոտ հայկական պանիր, լայն ընտրանի։ Բայց ասենք պանիրը գրե ինչ ասես կա։ Այդ մանյովր է կարե, հա, որ գան պանիր առնելու ամեն ինչ առնեն։ Հա, նոր շնորհավորող է գալիս։ Եկել եք, բա մենք սպասում ենք ձեզ, շնորհավոր ձեր մարտի 15-ը, բո, դու սար ինչ նվերեր բերե։ Այդ չգիտեք, որ իրա ծնունն է։ Չգիտեք։ Հա, նա այդպիսին է։ Դրա համար հարսիկը, որ իրան շատ ասիրում, որոշել անեն ցանի, որ բոլորն իմանան, որ իրա ծնունդն է, հա։ Հա ջան։ Դերուզիա ենք։ Բա լավ է, էլի։ Գոստի գալիս եք մեկ-մեկ։ Հա, եկավ ախպերս։ Եկավ, մեր փոքրիկ օգնականը եկավ, դե բաժակներ բաժանեք։ Բաժակներ, ով է գալի խմելու։ Այդ առևտուր անել է սուտ է, եկեք խմելու։ Չէ, թո նորմալ է, այսպես մեկ։ Մենակ բաժակ։ Վարդան վերցրու։ Գանձ ես գնա։ Ուրեմն տորտ բերի իր մատեցի։ Հա, ակնա ռազմի ապսեյել, դե։ Անջը կազմա տորտ ես։ Դե ով կգա կտանք։ Հա, բա ես։ Բայց հասնում։ Վնաս չտանք ստեղ։ Չէ, դժվար։ Եթե վնասել տան կփոխհատուցենք։ Ախպեր էսի դժվար տրակի, բայց։ Ախպեր ես գազը ուր է սրա։ Հա, էսա։ Պորիկ։ Ահա։ Էդ ով է երկում, էդ ինչ քաղցր ձենա։ Շնորհավորում եմ ծնունդը երջանկություն, ինչ տարտակի կողքին։ Շնորհավոր։ Извините, спасեք հələ։ Դուք ռուլի չեք, չէ։ Դե тогда держите это вот. Спасибо вам, да։ Արտակին ուղարկի ատնառազվի աման թոբերի, Աննա ջան, երջանկություն, առողջություն ամենալավ բաները։ Մի րոպե, էստե ձեր ամուսինը որ այստեղ է, մեռնեմ սրտից, հələ մտա ռոմանտիկա դրսևորի, մտ գնացեք թևանցուկ խմեք։ Հարսիկը ասել է տես պատիլի, գնա։ Քանի սես Այդ սերը ուր ածել։ Բայ ման այդ ստեղ ես գիտես ինչ է անել, ծաղիկը տնի։ Ես նշեցի քու ծնունդը դանա։ Գել ապրեք։ Ծնդը նշելը նոր է սկսում։ Ձեզ լավոր, հեքիաթային նոր։ Մենք միանանք, լավ, ես էլ եմ միանում։ Դե չէ, սպասեք, մենք սենց ենք սիրում։ Մենք սենց ենք սիրում։ Դու սեսա, բանը բաց։ Աննա քույրիկ, շնորհավոր ձեր ծննդյան օրը, առողջ լինեք, լավ լինեք, միշտ սիրված։ Վարդան դու էլ առողջ լինես, լավ լինես, միշտ նկարես, լավ բաներ նկարես։ Լավ էլ տոշկա է, հետո էս հոլանդական պանիր էլ ունեք։ Օ։ Օ, Վարդան կիսի։ Հեսա, Չէ, լավ է։ Ես կապտը կմուկում, հա։ Էսի չարիք։ Թեմա։ Դե դուք մնում եք, մենք գնում ենք։ Այո, այսա ձեր տարերկանները, որ բոլորին հրավիրեք։ Օգտաբանք էլի։
Այս շապարտուկա։ Հնջլուզա, Հնջելուզ։ Ես ինչ է լուզա։ էսի պիպերթա, Ես ինչ է։ Ծտի պաշարնա, եսի դաղդղաննա։ Ես է գետնա խնձորնա։ Բա, ես դպրոս լավ եմ սովորել։ Բա ձե տոշկեք ուրա։ Ինչ եք ծախում։ Հա։ Էսա, հա, ամանորյա։ Հա, ամանորյա։ Բոլոկին ձերն, հա։ Հա, Ազիզ ջան։ Հարազատ ջան, մեր համարը ո՞նց է։ Հարազատուհիս ուրեմն, ընդ է, բան մտնում եք մեր էջ, գերացա։ 077 061 222 Դավոր ձեզ։ Հելանք աղբեր։ Աղբեր բան ենք անում էլի, անակ ընկալներ ենք անում։ Աղբերս, հա ցավոտ անեմ։ Դե ձեզ լավոր, ուժեղոր, մենք էլանք։ Բարեկամներ, ահա Երևանյան գեղեցիկ օրը մենք սկսեցինք։ Հիմա շարունակենք ճանապարհը։ Մենք նկատեցինք, որ մեր բաժանորդները ավելի քիչ են, քան դիտորդները։ Ուզում ենք թիվը հավասարեցնել։ Այնպես որ խնդրում ենք ով բաժանորդագրված չի, բաժանորդագրվեք գնալով մենք ավելի հետաքրքիր, էքսկլյուզիվ անակնկալներ ենք անելու, իսկ դուք տեսնելու եք։ Դա բաց չթողելու համար ձեզանից ուղղակի պահանջվում է բաժանորդագրվել, խնդրվում է եւ աղաչվում է բաժանորդագրվել։ Շիշեն ճաշեմ հետևի։ Ընկերներ, հեքիաթ է այս օրը։ Հիմա մենք կամած գնում ենք հաջորդ պատվերի մոտ։ Ամեն րոպեն ու վայրկյանը մեզ մոտեցնում է հաջորդ ուրախությանը, որտեղ մենք մեծ սիրով մեզ կգտնենք, բայց լատոկի մեջ էլ ընկանք էլի։ Դե ինչ, արդեն շարունակենք մեր ճանապարհը, թող բաժանորդագրվենք։